2013-ի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում նա հայ ժողովրդի հույսն էր, նրանից սպասում էին, որ կդառնա իշխանությունն ընտրություններով վերցնող առաջին ընդդիմադիր թեկնածուն։ Մեր հայրենիք ազատ անկախ որ ապրեն։ Ընտրություններից հետո Ռաֆի Հովհաննիսյանը սեղմեց պարտված թեկնածու Սերժ Սարգսյանի ձեռքը եւ մնաց ընդդիմադիր։ Երթմնակալության օրը ոստիկանապետի հետ բարձրացավ ծիծեռնակաբերդ աղոթելու։ Աղոթում եմ բարոն Սարգսյանի համար, Վեհապար Հայրապետի համար։ Ընտրությունների օրը ամենաշատ ձայն հավաքած մյուս ոչ իշխանական թեկնածուն ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էր։ Նա իր թեկնածությունն առաջադրեց ի հեճուկս Հայ ազգային կոնգրեսի, որի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց չառաջադրվել։ Ոչ ոք չի դրել, ես դրել եմ։ Կոնգրեսում կան որոշ մարդիկ, որ գտնում են եկեք չմասնակցենք։ Ես այդ խաղին չեմ մասնակցի։ Ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ հպարտ է իր հավաքած 30,000 ձայնի համար։ Պարոն Հայրիկյանը ընտրություններին մասնակցող հաջորդ ընդդիմադիրն էր, ասում էր, որ իր պատմական պահն է, կարելի է արդեն երգել։ Դե եկեք եղբայրներ մենք միանանք, միասնությամբ ենք անպարտ մենք։ Հայրիկյանի վրա սակայն կրակեցին երգելուց 13 օր հետո եւ ընտրություններից 18 օր առաջ մեղավորը ռուսներն էին։ Իմ գործընկերներից որևէ մեկին դրան ընդունակ չի հավալում, նկատել եմ այսօր նախագահական ընտրությունների մասնակցող որևէ մեկին։ Վիրավոր Հայրիկյանը մի քանի անգամ հայտարարեց ընտրությունների հետաձգելու մասին եւ մի քանի անգամ էլ հրապարակավ հրաժարվեց դրանից։ Ընտրություններից հետո միայն հայտարարեց. Հայրիկյաններ գլուխներդ բարձր, ով էր փորձել խոնարհեցնել հպարտ թեկնածուին ըստ մեղադրանքի նախագահի մյուս թեկնածուն Վարդան Սեդրակյանը։ Մասոններն են ընտրություններից առաջ հայտարարում է Էպոսագետը։ Այդ կազմակերպության ամերիկյան հիմնական այդ բուն կազմակերպության մեջ է մտնում նաեւ Ռաֆի Հովհաննիսյանի հայրը եւ ինքը Ռաֆի Հովհաննիսյանը։ Քարոզարշավի ընթացքում Վարդան Սեդրակյան ընտրողներին չհանդիպես, փոխարենն այցելեց հացադուլի մեջ գտնվող մյուս թեկնածուին Անդրեաս Ղուկասյանին, նրան շատերն էին այցելում։ Ես կցանկանայի, որ շատ քաղաքացիներ նույնիսկ որոնց համար ընկալելի չեք կամ որոնք չեն կիսում ձեր տեսակետը, զորավիկ լինեն ձեր քայլերին։ Ոչ իշխանական վերջին թեկնածուն Արման Մելիքյանն էր, միակը, որ հայտարարեց, որ ընտրությունների օրը տեղամաս չի գնա եւ չի քվեարկի, իսկ ընտրություններից հետո ասաց, որ իր ձայները գողացել են։ Ինձնից գողացվեց մոտ 11,000 ձայն։ ԿՀ տվյալներով սակայն Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը եւ Անդրեաս Ղուկասյանը հավաքել էին այնքան ձայն, որքան միայն Պարոն Հայրիկյանը։ Ընդդիմության այդ օրերի առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը իշխանափոխության թեման փակեց ծիծեռնակաբերդի ճանապարհին։ Թող ինձ ոչ ոք չասի գնանք Բաղրամյան։